Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եկել եմ որպեսզի արթնանանք միասին։ Դե ինչ, օրը սկսենք բարի, մի լավ տեսահոլովակով գնացինք։ Կարեմ կբերեմ Ինչուն եմ մի քիչ ավել քեզ կնվիրեմ Ինձ ու քեզ մի լավ պինդ կապեց Կտանեմ Միտքս կեզ, որ երբեք մտքիցս չանեմ Ինձ ու կեզ մի լար պինդ կապեց իրար Տես նորից եկավ գիշեր Ոչ ինչպես իշեր մինչեր ելի արեմ Մենք նորից եկավ գիշեր Ոչինչ պետք չիշեր մինչև ելի արել մենք կպարենք Կարանք պարենք անվերջ, բայց թող մնա մեր մեջ Կարանք պարենք անվերջ, բայց դա թող մնա մեր Արթնացանք միասին ճիշտ ժամն է պլանավորել օրը, հասկանալ ինչ պիտի անենք, ինչ նախաճաշ պատրաստենք, երեխաներին երևի թե արդեն ուղարկել ենք դպրոց մանկապարտեզ, պատրաստում ենք արձակուրդների, ինչպես նաև ուզում ենք տեղեկություններ իմանալ։ Այդ հարցում մեզ միշտ օգնում է մեր շատ սիրելի կատու, տեղեկատուն։ Գնանք, տեղեկանանք, վերադառնանք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Գիտեք, որ բրազիլական հայկի ֆուտբոլային ակումբ Կորինթիանսը կառուցել է գերեզմանատուն, որտեղ հավատարիմ երկրպագուների աճյունները կարող են թաղվել իրենց սիրելի խաղացողների կողքին։
Բարի լույս սիրելի ընկերներ, այսօր մենք խոսելու ենք ֆուտբոլային մեկնաբանի ոճով եւ խոսելու ենք մենք այն երևույթի մասին, որը դառնում է զգացմունքների, դրամայի եւ մեծ հաղթանակների տաճար։ Չնայած նրան, որ ֆուտբոլը վաղուց համարվում է աշխարհի ամենատարածված մարզաձևը, այնուամենայնիվ աշխարհի տարբեր մասեր ունեն իրենց յուրահատուկ ավանդույթները։ Օրինակ Չինաստանում ավելի տարածված է բասկետբոլը, Հնդկաստանում քրիկետը, Կանադայում հոկեյը, իսկ ԱՄՆ-ն ունի իր սեփական ամերիկյան ֆուտբոլը։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր մենք խոսելու ենք մարզադաշտերի մասին։ Անկեղծ ես չեմ կարող հիշել նման իրավիճակ, երբ տասնյակ կամ նույնիսկ 100 հազարավոր մարդիկ միաժամանակ առանց մտածելու իրենց անվտանգությունը վստահում են մեկ մարդու՝ ճարտարապետին։ Հեռուստացույցով մենք հաճախ դիտում ենք տարբեր մրցույթներ, բայց ցավոք էկրանը չի կարող փոխանցել այն հույզերն ու մթնոլորտը, որը տիրում է դաշտում։ Այս ամենում ամենամեծ ներդրումն ունեն իհարկե իրենց թիմին աջակցող երկրպագուները։ Նույնիսկ փոքր մարզադաշտում, որտեղ հավաքվում են ընդամենը մի քանի հազար երկրպագուներ, մթնոլորտն այնքան լարված է, որ մարմինը բառացիորեն փշակաղվում է։ Եվ այսպես սկսենք մեր չհամարակալված սուբյեկտիվ մարզադաշտերի տոպը, եւ բացումը կանի իհարկե հռոմեական Կոլիզեը։ Կարծում եմ մեր պատմության առաջին խոշոր մարզադաշտը կարելի է իհարկե համարել հռոմեական Կոլիզեը, որը տեղավորում էր 50-ից 80 հազար մարդ։ Ցավոք մենք չգիտենք Կոլիզեի ճարտարապետի անունը, քանի որ հին Հռոմում ընդունված չէր անմահացնել ճարտարապետների անունը։ Ամբողջ պարկը պատկանում էր կայսրին։ Իսկ մեր տոպի հաջորդ մարզադաշտն է բրազիլական Մարականան, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Այս լեգենդար մարզադաշտը, որը բացվել է 1950 թվականին, կարող էր տեղավորել մինչև 200,000 հոգի հանդիսատես, ինչն այն դարձնում է պատմության մեջ ամենամեծը։ Մարականան բազմաթիվ պատմական խաղերի բեմահարթակ է եղել, այդ թվում 1950 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Բրազիլիան դրամատիկորեն պարտվեց Ուրուգվային 2-1 հաշվով։ Մարականան ունի նույնիսկ իր սեփական փակի պողոտան, այնտեղ կան մեծագույն ֆուտբոլիստների ոտնահետքերի կաղապարները, այդ թվում նաև Պելեի, Ռոնալդոյի, Կակայի, Ռոնալդինյոյի, Ռոմարիոյի եւ այլ բրազիլական ֆուտբոլի աստղերի։ Հաջորդը կարող է լինել աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը՝ Հյուսեյն Կորեայի Փենյանում գտնվող մայիսի 1-ի անվամբ, բայց քանի որ մենք որոշել ենք խոսենք ոչ միայն ֆուտբոլային մարզադաշտերի մասին, այդ իսկ պատճառով աշխարհի ամենամեծ մարզադաշտը, որը տեղավորում է 132,000 հանդիսատես, նախատեսված է քրիկետի համար։ Սա պատահական չի, ոնց ասել է, Հնդկաստանում քրիկետը ամենատարածվածն է, եւ այս մարզադաշտը Նարինանդրա Մոդիի վարչապետի անվան։ Փենյանի մայիսի 1-ի մարզադաշտը տեղավորում էր ընդամենը 114,000 հանդիսատես, իսկ Նարինանդրա Մոդին տեղավորում է 132,000 հանդիսատես։ Եկեք տեսնենք ինչ տեսք ունի Հնդկաստանում գտնվող այս վեհաշուկ մարզադաշտը։ Մարզադաշտը ծառայում է ոչ միայն որպես քրիկետի խաղերի ասպարեզ, այլև տարբեր հասարակական եւ քաղաքական միջոցառումների անցկացման վայր։ Վերակառուցումից հետո առաջին միջոցառումներից մեկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն է Հնդկաստանի ամենամեծ արևմտյան նահանգի 100,000 բնակիչների առջև։ Այս նկարի մեջ դուք կարող եք տեսնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, առաջին տիկին Մելանիա Թրամփին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենանդրա Մոդիին, որի պատվին անվանել են այս մարզադաշտը, եւ գտնվում է այս մարզադաշտը Ահմադաբադի քաղաքում։ Դե ինչ ժամանակն է խոսել Եվրոպայի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտի մասին։ Այսօր Բարսելոնայի Camp Nou մարզադաշտում տեղի է ունենում խոշոր վերանորոգման աշխատանքներ, որոնք սկսվել են 2022 թվականի հունիսին։ Նախագիծը ներառյալ տանիքի տեղադրմանը նախատեսվում է ամբողջական ավարտել մինչև 2026 թվականի ամառ։ Ներկայումս շինարարությանը ներգրավված է ավելի քան 3500 աշխատող, ովքեր աշխատում են ինտենսիվ ճնշման տակ, այդ թվում գիշերային հերթափոխով գործընթացը արագացնելու համար։ Վերանորոգման ավարտից հետո մարզադաշտը կարողանա տեղավորել մոտ 105,000 հանդիսատես, ինչն այն դարձնում է Եվրոպայի ամենամեծը։ Նախագիծը ներառում է 30,000 քառակուսի մետր մակերեսով արևային վահանակներով ներկառուցված տանիքի տեղադրումը, որը մարզադաշտը կապահովի մաքուր էլեկտրոէներգիա է։ Այսպիսով, չնայած Camp Nou-ի վերանորոգումը առաջ է շարժվում, նախագիծը չի նախատեսվում ավարտել ամենավաղը մինչև 2026 թվականի ամառը։ Exaggerated greatly by the Brazilian, but it is a free kick all the same. Իսկ հաջորդը մեր ցուցակում կլինի Camp Nou-ի մշտական մրցակից եւ El Clásico-ի գլխավոր ասպարեզ հոյակապ Սանտիագո Բեռնաբեուի մարզադաշտը։ Այն Ռեալ Մադրիդի տնային մարզադաշտն է եւ կարող է տեղավորել ավելի քան 81,000 երկրպագու։ Նոր Սանտիագո Բեռնաբեուն այլևս պարզապես ֆուտբոլային ասպարեզ չէ։ Սա իսկական տեխնոլոգիական հրաշք է։ Լայնածավալ վերակառուցումից հետո մարզադաշտը վերածվել է բազմաֆունկցիոնալ սուպերհամալուի, որը կարող է զարմացնել նույնիսկ նրանց, ովքեր տեսել են բազմաթիվ մարզադաշտեր։ Այժմ այս մարզադաշտը կարող է
ամբողջությամբ փակել իր տանիքը վատ եղանակի պատճառով, ընդամենը մի քանի վայրկյանում։ Իսկական ինժեներական հրաշք, այս դաշտը նույնիսկ կարողանում է բաժանվել հատվածների եւ թաքնվել գետնի տակ։ Սա թույլ է տալիս մարզադաշտը օգտագործել այլ միջոցառումների համար՝ բասկետբոլ, ցուցահանդեսներ, համերգներ կամ նույնիսկ ամերիկյան ֆուտբոլ։ 360 աստիճանի էկրանը ծածկում է ամբողջ մարզադաշտը, ստեղծելով իսկական տեսողական շոու յուրաքանչյուր տրիբունայի հանդիսատեսի համար։ Կրկնություններ, հույզեր եւ նույնիսկ վիճակագրություն, ամեն ինչ կատարյալ տեսանելի է։ Հիմա Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտը գիշերը փայլում է ինչպես տիեզերանավը։ Նրա ճակատային մասը, որը պատկերված է մետաղային տիտեռնիկներից, LED լուսավորությամբ կարող է փոխել իր տեսքը, կախված տեղի ունեցող իրադարձություններից։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, քանի որ մեզ շատ ժամանակ չի մնացել եւ ես իսկապես ուզում եմ ձեզ պատմել աշխարհի բոլոր ամենագեղեցիկ եւ լեգենդար մարզադաշտերի մասին, փորձենք համառոտ ցույց տալ եւ նկարագրել նրանց մասին։ Առանց ավելորդ խոսքերի, միայն ամենակարևորը գնացինք։ Թռչնի բույն, Պեկին, Չինաստան։ Պաշտոնապես Չինաստանի ազգային մարզադաշտ կառուցվել է 2008 թվականին Օլիմպիական խաղերի համար։ Ճարտարապետությունը ոգեշնչված է չինական կերամիկայից։ Հյուսված պողպատե շրջանակը մարզադաշտը դարձնում է իսկապես թռչնի բնի նման։ Տարողությունը 80,000-ից ավել։ Ճարտարապետներ Հերցոգ եւ Դեմյուրոն։ Հետաքրքիր փաստ, Չինարարության մեջ օգտագործվել է 42,000 տոննա պողպատ, ավելի քան աշխարհի որևէ այլ մարզադաշտում։ Allianz Arena, Մյունխեն, Գերմանիա, Բավարիայի տնային մարզադաշտ։ Կառուցվել է 2005 թվականին եւ տեղավորում է մոտ 75,000 երկրպագու։ Ճարտարապետներ Հերցոգ եւ Դեմյուրոն, նույն նրանք, ովքեր կառուցել էին թռչնի բունը։ Մարզադաշտի ճակատային մասը կարող է փայլել 16 միլիոն երանգով LED համակարգի շնորհիվ։ Mercedes-Benz Stadium, Atlanta, ԱՄՆ, Atlanta United ֆուտբոլային ակումբ եւ NFL Falcons-ի տնային ակումբ։ Հայտնի է իր ներկայացվող տանիքով, որը նման է տեսախցիկի օբյեկտիվի եւ հսկայական 360 աստիճան օղակաձև էկրանով։ Ունի 71,000 նստատեղ եւ համարվում է ամենատեխնոլոգիապես զարգացած մարզադաշտերից մեկը։ Ճարտարապետներ NOC ճարտարապետական ընկերություն։ Հետաքրքիր փաստ, տանիքում գտնվում է աշխարհի ամենամեծ HD էկրանը, օղակի տեսքով 335 մետր երկարությամբ։ Waiting for it in the middle. Լուսայիլ մարզադաշտ, Կատար, կառուցվել է 2022 թվականի աշխարհի առաջնության համար։ Այն ունի 88,000 հանդիսատեսի տարողականություն։ Ճարտարապետությունը ոգեշնչված է արաբական լապտերներից։ Հենց այստեղ 2022 թվականին տեղի ունեցավ աշխարհի առաջնության եզրափակիչը։ Հետաքրքիր փաստ, մարզադաշտը նախագծված է այնպես, որ աշխարհի առաջնությունից հետո այն կարող է մասամբ ապամոնտաժվել, իսկ դրա ռեսուրսները վերաբաշխվեն դպրոցներին, կլինիկաներին եւ մարզական կառույցների օգտին։ Oh, this is beautiful! Oh, he's missed, can you believe it? FNB մարզադաշտ, որը նաև կոչվում է Soccer City, գտնվում է Յոհաննեսբուրգում, հարավային աֆրիկական պետություն։ Այս գեղեցիկ մարզադաշտը կառուցվել է 2010 թվականի աշխարհի առաջնության համար։ Ունի 94,000 նստատեղ։ Այստեղ խաղացվել է Իսպանիայի եւ Նեդերլանդների միջև եզրափակիչ խաղը։ Հենց այստեղ է եղել Նելսոն Մանդելայի մահից առաջ վերջին ելույթը եւ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցել հենց այստեղ։ Sapporo Dome, Ճապոնիա, եզակի մարզադաշտ, ներկաշվող դաշտով, որը փոխվում է ֆուտբոլի դաշտի եւ բեյսբոլի դաշտի միջեւ։ Տանիքը փակ է եւ ներսում կլիման կարգավորվում է։ Ունի 42,000 նստատեղ։ Ճապոնիայի տեխնոլոգիական հրաշք, ճարտարապետներ Հիրոշի Հարա, հետաքրքիր փաստ։ Սա աշխարհի միակ մարզադաշտն է, որտեղ խաղադաշտը բառացիորեն գլորվում է օդային բարձիկների վրա։ Fallo di reazione di Babel. Estadio Azteca մարզադաշտը գտնվում է Մեխիկոյում, Մեքսիկա։ Այն քիչ մարզադաշտերից մեկն է, որը հյուրընկալել է աշխարհի առաջնության երկու եզրափակիչ 1970 թվականին եւ 1986 թվականին։ Հենց այստեղ էր, որ Մարադոննան գոլ խփեց Աստծո ձեռքով։ Այս մարզադաշտը ունի 87,000 նստատեղ, իսկապես ֆուտբոլային լեգենդ եւ ամբողջ Լատինական Ամերիկայի մշակութային խորհրդանիշ։ Ճարտարապետ Պեդրո Ռամիրես Վասկես։ Եվ իհարկե ոնց կարող ենք մոռանալ Wembley, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, ֆուտբոլի պատմության ամենալեգենդար մարզադաշտերից մեկը, հայտնի է իր 133 մետր բարձրությամբ կամարով եւ ունի 90,000 նստատեղ։ Մարզադաշտը հյուրընկալել է Անգլիայի գավաթի եզրափակիչները, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը եւ 1966 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Անգլիան առաջին անգամ դարձավ չեմպիոն։ Այսպիսով ժամանակն է հայտարարել, թե ով է զբաղեցրել մեր սուբյեկտիվ եւ չհամարակալված տոպի առաջին տեղը։
Եվ դա իհարկե Երևանի Հրազդան մարզադաշտն է, հայկական ճարտարապետության մարգարիտը եւ մի ամբողջ դարաշրջանի մարզական հպարտության խորհրդանիշ։ Հրազդան մարզադաշտը գտնվում է Երևանի Հրազդան գետի կիրճում։ Նրա յուրօրինակ տեղանքը եւ ճարտարապետական ձևավորումը այն դարձրեցին խորհրդային միության ամենաճանաչելի մարզադաշտերից մեկը։ Նախագիծը մշակել են հայ ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը եւ Գուրգեն Մուշեղյանը, ինչպես նաեւ նախագծող ինժեներ Էդվարդ Թովմասյանը։ Շինարարությունը սկսվել է 1969 թվականին եւ ավարտվել է ռեկորդային 18 ամսվա ընթացքում։ Այս մարզադաշտը ի սկզբանե տեղավորում էր մոտավորապես 75000 հանդիսատես, ունի նորարարական ոռոգման համակարգ, մարգագետնի տակ տեղադրվեց համակարգ դաշտի ներքևից միատարր խոնավության ապահովելու համար, ինչ այն ժամանակի համար նորարարական լուծում էր։ Ճարտարապետական ներդաշնակություն, մարզադաշտը օրգանապես տեղավորվում է բնական լանդշաֆտի մեջ, ինչը նրան տալիս է յուրօրինակ տեսք։ Հրազդան մարզադաշտը ականատես եղավ Արարատ ֆուտբոլային ակումբի ոսկե շրջանին, որը 1973 թվականին դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Հրազդան մարզադաշտը Հայաստանի իսկապես մշակութային ժառանգույթն է։ Չի կարելի մոռանալ նաև Կարեն Դեմերճյանի ներդրումը։ Հենց նրա անձնական օգնության եւ քաղաքական կշռի շնորհիվ էր, որ նախագիծը հաստատվեց Մոսկվայում եւ ստացավ կանաչ լույս։ Ասեմ ավելին, նրա աջակցության շնորհիվ շինարարությունը ընթացավ ռեկորդային տեմպերով, որն այդ ժամանակվա չափանիշներով աներևակայելի արագ էր այս մակարդակի նախագծի համար։ Կարեն Դեմերճյանը ճարտարապետ կամ ինժեներ չէր, բայց առանց նրա Հրազդանը կմնար քտին։ Դե ինչ սիրելի բարեկամներ, մենք այցելեցինք այն մարզադաշտերը, որտեղ կերտվում է պատմություն, եւ հասկացանք գլխավորը՝ մարզադաշտը միայն բետոն եւ մետաղ չէ, այն ոգի է, էներգիա եւ մի վայր, որտեղ երազանքներն իրականում են։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Սիրելիներս վերադարձանք եւ հրաշալի նորությունն եմ ձեզ ասելու, քանի որ մայիսի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է թանգարանների միջազգային օրը, մեզ մոտ էլ մայիսի 17-ին սկսվում է թանգարանային գիշերը, այս հրաշալի նորության կապակցությամբ մենք այսօր ունենք մի շատ հետաքրքիր հյուր։ Մեր հյուրն է Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ այսօր օրդ բարի տաղավարում եք եւ հրաշալի նորությամբ։ Մի քիչ կպատմեք ինչպես եք եւ ինչ է կատարվում թանգարանում այս պահին։ Շնորհակալություն, ուրախ ենք, որ օրը սկսում ենք այստեղ Աբովյանական բարի լույսով եւ Աբովյանի լույսը թող սպրվի ձեր տաղավարում։ Թանգարանը ակտիվ եռուզեռի մեջ է եւ նախապատրաստվում է թանգարանային գիշերին եւ թանգարանների միջազգային օրվան եւ բացի այն, որ թանգարանները միշտ բաց են լինում, այդ թվում բաց է լինելու Խաչատուր Աբովյանի տուն թանգարանը մինչեւ ուշ երեկո, մենք մտածեցինք, որ այս տարի մի ծրագիր առաջարկենք եւ համագործակցելով հայրենադարձների հետ, Big Mind ուսումնական կենտրոնի հետ, ովքեր տարիներ շարունակ հայերենի դասեր են տալիս անվճար, փորձում են հայրենադարձներին մշակույթով այսպես ողողեն, լեզվով ողողեն, մենք իրենց հրաշալի համագործակցության արդյունքով եւ ամսի 17-ին եւ 18-ին երկու տարբեր ծրագրերով իրենց տարբեր ծրագրերի տարբեր մասնակիցներին հրավիրել ենք թանգարան, որպեսզի մոտ պահենք ազգայինին եւ մշակույթին։ Երկու տոնական օր է սպասվում։ Ինչ է իրականանալու, որ մոտ պահենք մշակույթին։
Այո, ամսի 17-ին հրավիրել ենք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում հայերեն սովորող հայրենադարձներին։ Նրանք գալու են նախ գիտենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գտնվում է Քանաքեռում, որը մշակութային առումով այսպես հետաքրքիր վայր է իր եկեղեցիներով, մատուռով։ Նրանք շրջայց կունենան թանգարանի գիտաշխատողների, էքսկուրսավարների ուղեկցությամբ Քանաքեռի եկեղեցիներով, կծանոթանան եկեղեցիներին, ուշ միջնադարյան, շատ գեղեցիկ եկեղեցիներ ունենք, ապա թանգարանը իրենց համար կկազմակերպի պարահանդես, ճիշտ այնպիսի պարահանդես, որին ժամանակին մասնակցել է Խաչատուր Աբովյանը Դորպատյան տարիներին եւ վարպետաց դաս պարահանդեսի։ Մասնակիցները իրենց կսկան 19-րդ դարում եւ քանի որ շատ շուտով, ընդամենը մի քանի ամիս անց լույս կտեսնի Խաչատուր Աբովյանի Դորպատյան օրագրերը արդեն աշխարհաբարով եւ Աբովյանասեր հանրությունը նորովի կբացահայտի սիրելի գրողին, մենք կտանք արշավի մեկնարկը եւ կլինեն ընթերցումներ Դորպատյան օրագրերից, վալսից, իդեպ վալսի համար Խաչատուր Աբովյանը առաջարկում է պտտումներ, իր տերմինն է պտտումները եւ այո, ինչպես օրեր առաջ ունեցանք հրաշալի պարահանդես, մասնակիցները հնարավորություն կունենան պարելու եւ տեսնելու թե Աբովյանը ինչպես է մասնակցել պարերին։ Այդ է ուզում հարցնել, եթե չեմ սխալվում, մայիսի 6-ին արդեն նմանատիպ միջոցառում եղել է վալսի հետ կապված, եկեք այս բան դիտենք տեսանիք, որից հետո ավելի մանրամասն զրուցենք, գնացինք։ Տեսանք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համատեղ հրատարակած Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական օրվագիծը գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսին հաջորդել են 19-րդ դարի պարահանդեսային կատարումները, որը փաստորեն կրկին հնարավորություն կունենան վայելելու ամսի 17 թե 18 17-ին հնարավորություն կունենան պարահանդեսային կատարումներ վայելելու, իսկ արդեն 18-ին մասնակիցների մյուս խումբը հնարավորություն կունենա հայկական պարելու եւ հայկական պարերի վարպետաց դաս ունենալու։ Ես այսօր թանգարանի կողմից ձեզ սիրով բերել եմ գիրքը Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական ուրվագիծը եւ շնորհանդեսը թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբուլցյանը շատ դիպուկ բնորոշմամբ սկսեց, ասելով, որ գրքի լույս ընծայումը Մեծն Կոմիտասի խոսքերի պատմական վավերացումն է եւ պատմական արդարացումը առայն, որ Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երգի հետազոտող, ուսումնասիրող երգիչ երաժիշտ եղած է եւ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով, տնօրենի ջանքերով եւ թանգարանի ջանքերով լույս տեսած հոդվածների ժողովածուն նոր շերտեր է բացում Աբովյան երաժշտի մասին։ Կարծում եմ, որ կհետաքրքրի, դուք էլ երաժշտությունից հեռու չեք։ Անշուշտ կարծում եմ նախ սա հրաշալի ծրագիր է 1, երկրորդ անչափ շնորհակալ եմ նվերի համար, շատ կարևոր ու թանկ նվեր, Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական ուրվագիծը, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի ոչ միայն սովորական օրեր, այլ նաև այդ տոնական օրերը գան այցելուները ու իսկապես վայելեն այն տոնակատարությունը, որ պատրաստել եք իրենց համար, այնց հետաքրքիր է, եթե այսօր Խաչատուր Աբովյանը լիներ ու այցելեր ձեր թանգարան, առաջինը որ հատվածը ցույց կտայիք եւ ինչու։ Դժվար հարց եք տալիս, որովհետեւ ամեն օր թանգարանում մի նոր բան փորձում ենք ավելացնել ու թանգարանին նոր շունչ տալ։ Երևի կտանենք այն հատվածներում, որը հենց վերջերս ենք համալրել, անտիպ մնացած շատ գործեր, այսօր կարողացել է թանգարանը ձեռք բերել եւ
փոխադրելու միջոցով, թարգմանելու միջոցով համալրել ցուցասրահները։ Իդեպ վերջերս ենք ունեցել նոր ցուցադրության, ժամանակավոր ցուցադրության բացում ուսուցիչը խորագրով եւ իր հոգին հաստատ կփառավորվի եւ հիմա վերևից եւ եթե գար, որովհետեւ ցուցահանդեսի բացման ընթացքում շատ այսպես համապատրաստից մի միտք ծնվեց, որ ինչու ոչ Խաչատուր Աբովյանը ամենայն հայոց ուսուցիչն է եւ Շաքաղեցնող։ Այո, եւ իր հոգին իսկապես կփառավորվեր, որ հազարամյակներ անց, հա, այսքան դար անց նա այդ պատվանվանը իսկապես արժանացավ։ Իսկ ինչ հարց կտայիք նրան։ Կան հարցեր, որոնք հարցական են ձեզ համար։ Որպես այսքան Աբովյանի հետ առնչվող։ Ինչու շուտ լքեցիք մեզ։ Այս խնդիրը իսկապես ու դեռ ռետորական հարց թե դեռ ինչեր պետք է ծնվեին, եթե մնար։ Թեպետ իր գրական ժառանգությունը այնքան մեծ է, որ ամեն օր մենք ինքներս թանգարանում ապշում ենք նոր բացահայտումներ անելով, որովհետև շատ անավարտ էջեր է մնացել, որոնք փորձում ենք թանգարանով հանրահռչակել։ Ձեր այսպիսի միջոցառումները օգնում են իսկապես վերակենդանացնել դարաշրջանը, ժամանակաշրջանը, աբովյանական շունչը։ Ինձ հետաքրքիր է նաև այցելուների կարծիքը, ինչպես են գալիս եւ ինչպես են հեռանում։ Գալիս են մեծ սպասումներով ու հեռանում են ավելի մեծ սպասումներով, որովհետև Խաչատուր Աբովյանին հնարավորինս փորձում ենք ներկայացնել ոչ ստանդարտ, այսինքն իր հայտնի գործերը բոլորին ծանոթ է, բոլորը գիտեն, բոլորը սիրում են, բայց դրանք մի կողմ թողնելով փորձում ենք ներկայացնել Խաչատուր Աբովյան երաժշտին, փորձում ենք ներկայացնել Խաչատուր Աբովյան տնտեսագետին, որովհետև ունի տնտեսագիտական հրաշալի մտքեր, փորձում ենք ներկայացնել Խաչատուր Աբովյանին իբրև ուսուցիչ, թե ինչպիսի ուսուցիչ է եղել, փորձում ենք ներկայացնել Խաչատուր Աբովյանի խրատները, որոնք նա տվել է եւ ուսուցիչներին եւ երեխաներին։ Շատ աֆորիզմներ ուներ, որոնք մենք դպրոցի շունչը դուր հոգիդ, բայց քո հայրենիքը մի դուր ճշնամած։ Եվ ամենա այսպես հայտնի պատգամը ապրել եւ մեռնել հայրենիքի համար եւ չկա մեկը, որ մտնի թանգարան ու իր հետ այդ հայրենասիրական խոր ապրումները չտանի։ Շատ բարի, ինձ հետաքրքիր է նաև որքանով են ոչ տոնական օրերը այցելում ու այսօր ինչպես կգնահատեք ընդհանրապես այցելուների ոգևորվածությունը թանգարաններ գնալու առհասարակ։ Գիտեք, մանավանդ վերջին տարիներին նկատվում է հետաքրքրվածություն, Խաչատուր Աբովյանը լինելով գրող, հա, այսինքն թանգարան գալիս պետք է գան մարդիկ, ովքեր քիչ թե շատ մոտ են գրականությանը, մշակույթին, լեզվին, լինելով գրողի տուն թանգարան, պետք է ասենք, որ ցուցանիշը մեր բավականին լավն է եւ ունենում ենք տարբեր այցելուներ, տարբեր տարիքի։ Թանգարանի առաջարկած կրթական ծրագրերը եւ մեծերինն են եւ փոքրերինը։ Փոքրերը կենթանացում են տալիս Խաչատուր Աբովյանի առակներին, մեծերին հնարավորություն ենք տվել այսօր վերցանելու Խաչատուր Աբովյանի ձեռագիրը, ծանոթանալու նրա երաժշտական այսպես գործերին։ Այսինքն թանգարանում չունենք այցելուների պակաս, ընդ որում թե օտարերկրացի, թե հայրենադարձների այս պահին, որոնց հետ ակտիվորեն աշխատում ենք, թե մեծերի։ Շատ բարի, եւ ինչ խորհուրդ կտաք թանգարանային միջազգային օրը, որպես թանգարանային ոլորտի ներկայացուցիչ առհասարակ բոլորիս։ Խորհուրդ կտամ, որ հրաշալի հնարավորությունը բաց չթողնեն եւ շրջային թանգարաններով բոլոր Հայաստանի, Երևանի բոլոր թանգարաններով մեկ քայլ ավելի մոտենան մեր մշակույթին, մեր գրականությանը եւ բոլորին նաեւ սիրով կհրավիրենք թանգարան թե 17-ին, թե 18-ին։ Եվս մեկ անգամ եկեք ժամերը հիշեցնենք, որպեսզի մարդիկ ֆիքսեն։ Մայիսի 17-ին որ ժամից կարող են արդեն գալ։ Իրականում թանգարանները բաց են լինում աշխատանքային ժամից սկսված մինչև ուշ երեկո, բայց ամսի 17-ին մեր ծրագրի ժամը մեկնարկը կտանք ժամը 1-ից եւ աշակերտներին Big Mind-ի ժամը 1-ից կընդունենք մինչև ուշ երեկո, իսկ ամսի 18-ին մեկնարկը ծրագրի որպես այդպիսին արդեն մյուս խմբի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձներին կընդունենք ժամը 3-ից։ Իրենք կշրջեն եկեղեցիներով, կգան թանգարան, իդեպ կունենանք
տարազի հայկական տարազի շնորհանդես եւ այսուհետ Խաչատուր Աբովյանի տոհմական տանը, որտեղ գրողը ծնվել եւ մեծացել է, մեր այցելուներին մենք դիմավորելու ենք հայկական տարազով Այո, կունենանք շնորհանդեսը, կունենանք հայկական բարի վարպետաց դաս եւ ազգայինի հետքերով կպատրաստենք փոխինձ։ Ինչ մնում է միայն ասել, իսկապես շնորհակալություն ձեր կատարած գործունեության համար, որովհետև խնդիրը միայն այն չէ, որ տոն դարձնենք թանգարանային գիշերը կամ հաջորդ թիվ, հա, խնդիրը այն է, որ դուք պարբերաբար անում եք աշխատանքներ, թարմացնում եք, նորացնում եք, ել չեմ ասում ես հայրենասիրական տեսակը Աբովյանի պահում եք ու օրինակ տարազների այս նորույթն էլ ինձ շատ դուր եկավ, եւս մեկ տարբերակ է մեզ մոտեցնելու մեր արմատներին, հիշելու թե ով ենք մենք, ինչպիսին ենք մենք ու չմոռանանք մեր դեմքը ու լցնելու օրը աբովյանական շնչով շատ շնորհակալ եմ ձեզ թե նվերի համար, թե ներկայացնելու, ավելացնելու բան ունենք հետագայի համար։ Մենք ենք շնորհակալ, ձեզ եւս սիրով հրավիրում ենք թանգարան։ Մեծագույն աճակով։ Մեծ սիրով կսպասենք, նաեւ մեր հեռուստադիտողին կարող են միանալ, ծանոթանալ, միանշանակ նոր բացահայտումներով եւ մեծ լիցքերով կհեռանան։ Իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ դպրոցական ծրագրում բոլորս էլ անցել ենք Խաչատուր Աբովյան, բոլորս հիշում ենք Վերք Հայաստանին, սովորել ենք աֆորիզմները, բայց շատ բաներ կան, որոնք որ բացահայտում են մեզ համար իր անձը յուրովի այլ կողմից եւ դա այդ գործը կատարում եք դուք։ Դրա համար շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանը, ով հիանալի ներկայացրեց թե ինչ է ձեզ սպասվում մայիսի 17-ին եւ 18-ին, այնպես որ բաց չթողնեք այս հրաշալի հնարավորությունը։ Ձեզ անչափ շնորհակալ ենք, թող օրը անցնի բարի ու լի նորություններով։ Մենք եւս շնորհակալ ենք։ Իսկ ինձ մնում է միայն ասել լեզուն, որ չլի, մարտնչի նման կլի։ Մեկ ազգի պահողը իրար հետ միացնողը լեզուն է ու հավատը։ Լեզուդ փոխիր, հավատը տուրացիր, ել ինչով կարաս ասիլ, թե որ ազգից ես։ Այնպես որ սիրեք մեր գրականությունը, ուսումնասիրեք, գնացեք թանգարաններ, տարեք ձեր երեխաներին ու մի կտրվեք մեր արմատներից, որտեղ մենք պետք է իմանանք մեր պատմությունը, որպեսզի կառուցենք ճիշտ ապագա։ Օրդ բարի տաղավարում այսօր աշխատեցի ձեզ համար ես Անահիտ Կիրակոսյանս։ Մնացեք բարով, հաջողություն։